Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ինչ է պահանջում դատախազությունը Նարեկ Կարապետյանից և ինչու է կուսակցությունը վիճարկում ներկայացված նյութերը։ Ծառուկյանը քննչական կոմիտեում է, ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ԲՀԿ առաջնորդը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է խորհրդարանի նոր կազմի պատգամավորական մանդատները, ովքեր են հրաժարվել պատգամավոր դառնալուց։ Ռուսաստանը փորձում է կրկին ակտիվացնել 3 գումարած 3 տարածաշրջանային ձևաչափը, ինչ քաղաքական հաշվարկներ ունի Ռուսաստանը։ Ուկրաինայի զինված ուժերը նոր գերագույն հրամանատար ունի, ինչու է Զելենսկին որոշել փոխել գլխավոր հրամանատարին։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքի առթիվ։ Դեպքը տեղի ունեցել 3, այժմ կատարվում են քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Մի ժամից քննելու են ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Կուսակցության ներկայացուցիչ փաստաբան Արամ Վարդևանյանը պնդում է, որ ներկայացված նյութերի մի մասը անընթեռնելի է, մի մասն էլ իր խոսքով որևէ առնչություն չունի գործի հետ։ Ըստ Վարդևանյանի հնարավոր մեղադրանքը վերաբերում է նաև կուսակցության մեկ այլ անդամ Ալիկ Ալեքսանյանի գործին։ Իրավունքի, իրականության, օբյեկտիվության հետ զրո առնչություն ունեցող հանգամանք պետք է լինի։ Ինքս ոչ միայն պարզապես Նարեկ Կարապետյանի գործընկերն եմ հանդիսանում, ոչ միայն Նարեկ Կարապետյանը առաջնորդում է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը, ոչ միայն միասին հանդիսանում են կուսակցության խորհրդի անդամներ, այլ նաև անձնապես ճանաչելով կարող եմ հստակ ասել, օբյեկտիվ իրականության մեջ չկա մի երևույթ, որը կարող էր հանդիսանալ անձի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանք քննարկելու։ Նարեկ Կարապետյանի դեպքում մենք գործ պետք է ունենանք բացառապես մեկ հանգամանքի հետ, քաղաքական հետապնդում, քաղաքական պատվեր, վրեժխնդրություն նման, ոչ իրավական կատեգորիաների հետ։ Իսկ այս պահին քննչական կոմիտեում շարունակվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։
Երեկ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը տևել է ավելի քան 10 ժամ, որից հետո նրան կրկին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով հարցաքննության ընթացքում առերեսում է անցկացվել գործով իբր տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ։ Սարգսյանը պնդում է, որ գործի հիմքում իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են եւ հենց տուժող կողմն է իրենց համոզմամբ գումար հափշտակել Գագիկ Ծառուկյանից։ Այստեղ բացառապես նախկին իրենց նշած իբր հանցագործության հետ կապված խնդիրն է քննարկվում, բայց մենք հիմա կոնկրետ հիմնավորում ենք եւ կոնկրետ հարցերով փորձում ենք ցույց տալ, որ բարոյթ իրականացնող մարմինը տեսնի, որ այդպես որևէ տվյալ չկա, որ այդ անձին գումար են ներդրել։ Գիտեք, իրականություն շատ պարզ ասեմ, էլի, հասկանալի լեզվով։ Այն անձինք, ովքեր մի լումա ներդրում չեն կատարել, իրենք հիմա ճանաչվել են տուժող, իբր թե Ծառուկյանը իրենցից գումար է հափշտակել, բայց որ Գագիկ Ծառուկյանը նրանց գումար է տվել եւ այդ գումարները նրանք հափշտակել են, Գագիկ Ծառուկյանը մեղադրել է։ Այս ամբողջ այս գործի պատմությունը, որի շուրջ մենք փորձում ենք հստակ հիմնավորումները ցույց տալ եւ հաճախ մեր հարցերը, որոնք որ կոնկրետ պետքա ավելի այդ պատասխանը հիմնավորել մեր ասածը, բարոյթ իրականացնող մարմնի կողմից հանվում էին այդ հարցերը անօրինական կերպով, ինչի շուրջ նաև առարկություններ էինք ներկայացնում, այսինքն մենք տեսնում ենք, որ բոլոր այն դեպքերում, երբ որ կոնկրետ հարցերով պետքա հիմնավորենք անմեղությունը, հաճախ փորձեր արվում դրան խանգարել, ինչի վերաբերյալ մեր դիրքորոշումը արտահայտել ենք, տեսնենք հաջորդի ոնց իրենց կդրսևորեն, բայց բավականին էական փաստարկներ ըստ բային հիմնավորել ենք հարցերի արդյունքում եւ ցույց ենք տվել, որ ցուցմունքների մեծամասնությունը սուտ է։ Իդեպ երեկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է ազգային ժողովի պատգամավորական մանդատները։ Հանձնաժողովը հրապարակել է նաև այն թեկնածուների ցանկը, որոնք հրաժարվել են պատգամավոր դառնալ։ Հայաստան դաշինքից ինքնաբացարկ է ներկայացրել միայն ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ ուժեղ Հայաստանից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը, Լիլիա Շուշանյանը, Արթուր Դանելյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արշավիր Խաչատրյանը, Դավիթ Այվազյանը, Ռոբերտ Դիրբալյանը, Հովանես Եգանյանը, Սիմոն Բաբայանը։ ԿՊ-ից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 27 պատգամավորության թեկնածու։ Մեծամասնությունը նախարարներ, մարզպետներ ու վարչական շրջանների ղեկավարներ են։ Թե ովքեր են ԿՊ-ից մանդատից հրաժարված թեկնածուները, լսենք։ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Անահիտ Ավանեսյան, Սուրեն Պապիկյան, Գևորգ Պապոյան, Սրփուհի Գալյան, Արսեն Թորոսյան, Ալեն Սիմոնյան, Լիլիթ Մակունց, Դավիթ Խուդատյան, Ռոմանոս Պետրոսյան, Արեն Մկրտչյան, Գնել Սանոսյան, Տիգրան Ավինյան, Մխիթար Հայրապետյան, Միլադա Հովանիսյան, Սերգեյ Մովսիսյան, Հայ Գղալումյան, Վաղարշակ Հակոբյան, Վահե Հովանիսյան, Համբարձում Մաթևոսյան, Վահրամ Խաչատրյան, Տավրոս Սափեյան, Դավիթ Արուշանյան, Կարեն Սարգսյան, Վահագն Արսենյան, Սեդրակ Թևոնյան։ Հարավային Կովկասում ուժերի վերադասավորումների ֆոնին Ռուսաստանը փորձում է կրկին ակտիվացնել երեկ գումարած 3 տարածաշրջանային հարթակը, հայտարարելով, որ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությանը հաջորդ նախարարական հանդիպման վերաբերյալ։ Մոսկվան խոսում է երկխոսության անհրաժեշտության մասին, սակայն Հարավային Կովկասում, որտեղ վերջին տարիներին ակտիվացել են նաև այլ դերակատարներ, հարց է առաջանում, ինչ դեր կարող է ունենալ այս հարթակը։ Ինչու է Մոսկվան հենց հիմա վերադարձել այս օրակարգին, ինչ քաղաքական հաշվարկներ ունի Ռուսաստանը, հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Ռուսաստանը փորձում է կրկին ակտիվացնել երեկ գումարած 3 տարածաշրջանային ձևաչափը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան սպասում է, թե երբ Երևանն ու Բաքուն կհամաձայնեցնեն հաջորդ նախարարական հանդիպման ժամկետն ու վայրը։ Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Թուրքիայում։ Այն ժամանակ կողմերը համաձայնել էին, որ հաջորդ նիստը կարող է անցկացվել Երևանում կամ Բաքվում։ Սակայն դրանից հետո առաջնային դարձան հայ-ադրբեջանական բանակցությունները, սահմանազատման գործընթացը եւ միջազգային այլ դերակատարների ակտիվացումը։ Երեք գումարած 3 ձևաչափը դուրս մնաց քաղաքական օրակարգից։ Այժմ քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ Մոսկվան փորձում է ոչ միայն վերագործարկել հարթակը, այլև պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ռուսաստանը կարծես թե փորձում է առաջիկա հնարավոր զարգացումներին ընդառաջ որոշակիորեն ապահովագրվել Կովկասում մարտահրավերների նոր ալիք ունենալու վտանգից։
Բադալյանի խոսքով Ռուսաստանի այս ակտիվությունը պետք է դիտարկել նաև Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Նրա գնահատմամբ Մոսկվայի համար կարևոր է, որ հարավային Կովկասը չվերածվի նոր լարվածության օջախի։ Միաժամանակ Ռուսաստանի համար առանցքային հարցն այն է, թե որքանով կպահպանվի իր ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում։ Մարտահրավեր դա կարող է լինել, եթե այդ process-ին Ռուսաստանը լինի առհասարակ անմասն, բայց ես չեմ կարծում, որ այդ process-ին Ռուսաստանն անմասն է, եւ դրա վկայությունն այն է, որ օրինակ հենց Մոսկվան կարողացավ Բաքվի հետ պայմանավորվածությունների շնորհիվ գործարկել երկաթուղային անցումը Ադրբեջան, Վրաստան, Հայաստան տրամաբանությամբ։ Սակայն Հայաստանի համար 3+3 ձևաչափի շուրջ գնահատականները միանշանակ չեն։ Մի մասը այն դիտարկում է որպես տարածաշրջանային երկխոսության հարթակ, մյուսները որպես մեծ խաղացողների մրցակցության ևս մեկ հարթություն։ Վերջին շրջանում Մոսկվայի ներգրավվածությունը հարավային Կովկասի պետությունների գործերին եւ այստեղ իր ազդեցությունը պատմական մաքսիմումին է գրեթե հասնում եւ սա բնականաբար մտահոգում է Մոսկվայի համար սա թե անվտանգային թե ռազմավարական ձախողում կարելի է համարել։ 3+3 ձևաչափին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Վրաստանը շարունակում է չմասնակցել Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների պատճառով։ Պողոսյանի խոսքով Հայաստանի համար առանցքային հարցը ոչ միայն մասնակցելն է, այլև սեփական շահերը պաշտպանելը նման ձևաչափում։ Նրա գնահատմամբ վտանգ կա, որ Երևանը կարող է հայտնվել ավելի նեղ տարածաշրջանային օրակարգում։ Մարտահրավերների իմաստով այս ձևաչափը, այսպես ասենք, Հայաստանին կարող է որոշակիորեն կտրել իր առավել գլոբալ արտաքին քաղաքական միջավայրից եւ բերել ռեգիոնալ քաղաքական միջավայր։ Ինչքանով է սա ները ի վիճակի կառավարել այնպիսի ռիսկեր, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանի դոմինանտ կողմերից, սա արդեն քննարկման այլ նյութ է։ Փորձագետների գնահատմամբ 3+3-ը դեռևս ավելի շատ քաղաքական քննարկումների հարթակ է, քան գործնական համագործակցության մեխանիզմ։ Սակայն Մոսկվայի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը փորձում է այն կրկին դարձնել հարավային Կովկասի կարևոր բանակցային հարթակ։ Տարածաշրջանային զարգացումներին անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը կարևոր դեր ունեն Հայաստանի էներգետիկ անվտանգության համար։ Ալիևը նաև կրկնել է, որ Ադրբեջանը խաղաղության առաջարկ է ներկայացրել Հայաստանին եւ իր խոսքով ստացել դրական արձագանք։ Մինչ կողմերը խոսում են այսպես կոչված խաղաղության մասին, անհայտ է մնում Բաքվում պահվող մեր հայրենակիցների ճակատագիրը։ Երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը։ Դատախազությունը հայտարարել է, որ քրեական գործով բոլոր այսպես ասած ապացույցներն իբր համակողմանի, ամբողջական եւ օբյեկտիվորեն ուսումնասիրվել են առաջին ատյանի դատարանում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին։ Մերձավոր արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Գիշերը Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող մի շարք ռազմական օբյեկտների, թիրախ դարձնելով հրամանատարական կենտրոններ, անօդաչու սարքերի պահեստներ եւ ռազմական ենթակառուցվածքներ։ Իրանը հայտարարում է, որ Թեհրանում ամբողջ գիշեր աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդում է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների դեմ իրականացված պատասխան գործողությունների մասին։ Մերձավոր արևելքում զարգացումների ֆոնին ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարաբերությունները։ Վաշինգտոնից հնչող հայտարարությունները նոր քննարկումների առիթ են դարձել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոշտ քննադատել է Իսրայելին, հայտարարելով, որ Թել Ավիվը փորձել է խոչընդոտել ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Զուգահեռ Վաշինգտոնում էլ քննարկվում է իսրայելական լոբինգի ազդեցությունը, իսկ քաղաքական բանավեճի կենտրոնում հայտնվել է նաև Էփշտեյնի գործը։ Թեմայի մանրամասները ռեպորտաժում։
Պատերազմ իսրայելական լոբբինգի դեմ, թե ԱՄՆ-Իսրայել ներքին կոնֆլիկտի հերթական փուլը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրում է Իսրայելին, Թել Ավիվը խանգարում է ԱՄՆ-Իրան բանակցություններին։ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձել են ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա, որպեսզի մարդիկ դեմարտահայտվեն ԱՄՆ-ի Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնությանը, քանի որ նրանք ցանկանում են շարունակել ռազմական արշավը։ Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարություններից հետո ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է իսրայելական լոբբինգի գործունեությունը։ Փորձագետների խոսքով վերջին ամիսներին Վաշինգտոնում ակտիվացել են Իսրայելի շահերը ներկայացնող կազմակերպությունները, փորձելով ազդել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական որոշումների վրա, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունների հարցում։ Սակայն սա նրանց գործունեության ընդամենը մեկ ուղղությունն է։ Կոնկրետ Ջեյ Դի Վենսի դեմ ուղղված լոբինգն է, որտեղ փորձում են չեղարկել Ջեյ Դի Վենսի կատարած փորձերը տարածաշրջանում գոնե ստատուս քվոն պահպանելու եւ ճակերտավոր, ասենք, խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որովհետեւ դրանից հետո տարածաշրջանում ավելի ծանրանալու է Իսրայելի վիճակը։ ԱՄՆ-ում գործող ամենաազդեցիկ պրոիսրայելական լոբբիստական կազմակերպություններից մեկը, AIPAC-ը, դեռ 2025 թվականից աշխատում է Իրանի նկատմամբ տնտեսական եւ քաղաքական ճնշումների ուժեղացմանը միտված նախաձեռնության վրա։ Կիրառել սանկցիաներ բոլոր կազմակերպությունների, ընկերությունների եւ պետությունների դեմ, որոնք համագործակցում են Իրանի հետ, օրինակ նավթ են գնում։ Չնայած Միացյալ Նահանգներն Իսրայելին տարեկան մոտ 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում, վերջին շրջանում կոնգրեսի դեմոկրատները նախաձեռնել են այդ օգնության ծավալի կրճատման գործընթաց։ Ըստ Իրանագետի, այն փաստը, որ նախաձեռնությունը զգալի աջակցություն է ստացել հենց դեմոկրատների շրջանում, վկայում է, որ Վաշինգտոնում տարիներ շարունակ գոյություն ունեցած անվերապահ իսրայելամետ կոնսենսուսն այլևս նույն ուժը չունի։ Իսրայելին հատկացվող ռազմական օգնությունը ոչ թե գնա երկրի, ասենք, Ամերիկայի բյուջեից, այլ կցվի Պենտագոնի բյուջեին եւ համարվի Պենտագոնի ներքին ծախսեր եւ դաշնակիցների օգնության հարցով։ Իսրայելը փորձում է դա այդպես անելով զրկի մյուս սենատորներին եւ կոնգրեսականներին Իսրայելի դեմ ինչ-որ նման քայլեր ձեռնարկելու համար։ Թել Ավիվը շահագրգռված է, որ կոնգրեսում ավելի շատ օրենսդիրներ աջակցեն իսրայելամետ նախաձեռնություններին եւ այդ նպատակով էլ ակտիվորեն աշխատում են լոբբիստական կազմակերպությունները։ Ֆինանսական աջակցություն են տրամադրում լրիվ թափանցիկ նկատի ունեն օրենքների լոբիզմի մասին Միացյալ Նահանգներում եւ աջակցում են պրոիսրայելական տեխնացուն, որին անցնի պրայմերիսը եւ ապագայում սենատում ներկայացնի Միչիգանը եւ բարձր ապագայում աջակցի տարբեր օրակարգներին, որը միայն Իսրայելը փորձի առաջ մղի կոնգրեսում։ Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջև տարաձայնությունները նոր երևույթ չեն, սակայն այս անգամ դրանց կենտրոնում հայտնվել է ոչ միայն Իրանի շուրջ քաղաքականությունը, այլև Ամերիկայի ամենամութ քրեական պատմություններից մեկը՝ Ջեֆրի Էփշտեյնի գործը։ Ըստ Վենսի, Էփշտեյնը կապեր է ունեցել իսրայելական հետախուզության բարձրագույն օղակների հետ։ Փոխնախագահն առանձնացրել է լուսաբանվող մի տեսություն, ըստ որի ֆինանսիստը եղել է հրեա միլիարդատեր բարերար Les Vexner-ի հարկային խորհրդատուն։ Առաքելյանի խոսքով Վենսի հայտարարությունները ցույց են տալիս, որ Թրամփի վարչակազմը փորձում է հստակ սահմանազատել ամերիկյան եւ իսրայելական շահերը։ Նրա գնահատմամբ Վաշինգտոնը չի ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում նոր լայնածավալ պատերազմի մեջ, որը կարող է սպառել ԱՄՆ-ի ռազմական եւ ֆինանսական ռեսուրսները։ Սա նաեւ մի քիչ լուրջ բախում է Իսրայել-Ամերիկա, ասենք, ներքաղաքական այս որպես դաշնակցային հարաբերություններ։ Ամեն դեպքում այնպես չէ, որ Իսրայել կամ Միացյալ Նահանգները ամբողջությամբ խզվելու իրենց հարաբերությունները, դա մի քիչ դուրս է տրամաբանությունից, բայց կարող է, ասենք, ինչ-որ շարժ առաջացնի, ինչ-որ բախումներ առաջացնի, որի արդյունքում նաև կարող ենք մենք ականատես ելնենք, որ կոնգրեսը հաստատի ամբողջությամբ երկուսակցական քվեարկությամբ, օրինակ, Իսրայելին զրկեն տարեկան օգնություններից։
Թե որքան հեռուն կգնան Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջև ի հայտ եկած տարաձայնությունները դեռ պարզ չէ, բայց ըստ փորձագետների ակնհայտ է, որ Իրանի հարցն արդեն դարձել է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ԱՄՆ ներքաղաքական պայքարի առանցքային թեման, բացահայտելով նաեւ ազդեցության տարբեր կենտրոնների մրցակցությունը։ Նարի Մութաֆյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև ռուս-ուկրաինական ճակատում։ Անցած գիշեր Ռուսաստանի մի շարք շրջաններ ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման։ Հրդեհներ են բռնկվել ենթակառուցվածքային օբյեկտներում և պահեստային համալիրներում, վնասվել են բնակելի տներ, կան տուժածներ։ Ամենալուրջ հետևանքներն արձանագրվել են Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Պաշտոնական տվյալներով քաղաքի վրա հարձակվել է ավելի քան 16 անօդաչու սարք, ինչից հետո նավթաբազայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռազմաճակատում զարգացումների հետ մեկտեղ փոփոխություններ են տեղի ունենում նաև ուկրաինական բանակի ղեկավար կազմում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է զինված ուժերի գլխավոր հրամանատարի փոփոխության մասին, նշելով, որ բանակին անհրաժեշտ են նոր մոտեցումներ և կառավարման նոր մեխանիզմներ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Դրապատին։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Պատերազմի միլիարդավոր ծախսեր, նոր զոհեր ու վիրավորներ, հրադադարի հերթական փորձ, փոխադարձ մեղադրանքներ և դիվանագիտական անորոշություն։ Մերձավոր Արևելքում լարվածությունը չի թուլանում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը արժեցել է մոտ 37 միլիարդ 500 միլիոն դոլար։ Նա ընդգծել է, անհրաժեշտ է, որ Սենատը հաստատի ևս 87 միլիարդ դոլարի ֆինանսավորում Պենտագոնի համար, որից 67 միլիարդ դոլարը նախատեսված է Մերձավոր Արևելքում գործողությունների համար։ Սենատում լսումները մի քանի անգամ ընդհատել են պատերազմի դեմ բողոքի ցույցի մասնակիցները։ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտարարել է, որ վերջին 2 շաբաթում Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում մոտ 100 ամերիկացի զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Փարնելն ընդգծել է, որ վնասվածքների մեծ մասը ուղեղի թեթև ցնցումներ են։ Ավելի վաղ Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ հուլիսի 17-ին Հորդանանում իրանական հրթիռային և անօդաչուների հարձակումները հետ մղելիս 2 ամերիկացի զինծառայող է զոհվել, իսկ ևս մեկն անհետ կորել է։ Միջնորդները Վաշինգտոնին և Թեհրանին ներկայացրել են հրադադարի առաջարկ։ Աքսիոսը գրել է, որ Քաթարը, Եգիպտոսը, Պակիստանը և այլ տարածաշրջանային միջնորդներ ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ։ Ըստ լրատվամիջոցի այն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, վերսկսել Հորմուզի նեղուցով երթևեկությունը և հնարավորություն տալ Վաշինգտոնին ու Թեհրանին փրկել փոխըմբռնման հուշագիրը։ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն վերանայում է առաջարկը։ Այս ֆոնին Սպիտակ տունը կոչ է արել Իսրայելին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խոչընդոտել դիվանագիտական կարգավորումը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ չնայած Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Թեհրանի ձեռքբերումները գերազանցել են սպառնալիքները, ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները։ Նա հայտնել է, որ իր հետ մասնավոր հանդիպումների ընթացքում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն ընդգծել է, անհրաժեշտ է վերջ դնել երկրում ստեղծված ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իր օդատիեզերական ուժերը թևավոր հրթիռներով ոչնչացրել են Բահրեյնում գտնվող ամերիկյան Ամազոն ընկերության տվյալների կենտրոնը։ Կորպուսը հայտնել է, որ հարձակման ընթացքում թիրախ են դարձել նաև Բահրեյնի, Մուհարակ և Ռիֆա շրջաններում տեղակայված ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռադարային կայանքները։ Ոչ Բահրեյնը, ոչ Միացյալ Նահանգները և ոչ Ամազոնը դեռևս չեն արձագանքել այս հայտարարությանը։ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը սկսել է ձևավորել կառավարությունը։ Ջոն Հիլին, որը 1 ամիս առաջ հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից, բանակի և նավատորմի թերֆինանսավորման դեմ բողոքի ֆոնին նշանակվել է ֆինանսների նախարար։ Էդ Միլիբանդը, որը 2010-ից 2015 թվականներին եղել է լեյբորիստական կուսակցության առաջնորդը, նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Շաբանա Մահմուդը կմնա ներքին գործերի նախարարի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2025 թվականից։ Արտաքին գործերի նախկին նախարար Իվետ Քուփերը նշանակվել է առողջապահության նախարար։ Առողջապահության նախկին նախարար Ուես Թրիթինգը նշանակվել է պաշտպանության նախարար։ Գարի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Եվ վերջում եղանակի մասին։ Առաջիկա օրերին հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 34-ից 36, իսկ երեկոյան 21-ից 23 աստիճան տաքություն։ Հիդրոթերապանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ից 26-ը Արարատյան դաշտում եւ Երևանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։